Փաշինյան, հայտնի հայհոյանքից հետո Երևանի պետական համալսարանի ուսանողներին ինչ էիք ասում։ Փաշինյանը Երևանի պետական համալսարանից հեռանում է հայ առաքելական եկեղեցու եւ բարձրաստիճան հոգեվորականների մասին վերջին օրերի իր աղմկահարույց գրառումները չմեկնաբանելով։ Լրագրողների հարցերն անպատասխան թողնելուց կարճ ժամանակ անց Փաշինյանը նոր գրառում արեց։ Այս անգամ օրակարգում ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի կողմից կուսակրոնության ուխտի պահպանման հարցն էր։ Եթե պարզվի, որ իրոք Գարեգին II-ը խախտել է կուսակրոնության ուխտը եւ զավակ ունի, նա չի կարող լինել ամենայն հայոց կաթողիկոս, որովհետև խնդրո առարկա փաստի առկայության պահից նա չէր կարող լինել կուսակրոն քահանա։ Սրբապիղծ սրբազանների հարցը պետք է լուծել, այսօր առավոտյան գրել էր Փաշինյանը, որն ավելի վաղ առանց անուններ տալու սրբազաններից մեկին մեղադրել էր քեռու կնոջ հետ սեռական կապի մեջ։ Աստվածաբան Վարդան Խաչատրյանը Factor TV հետ զրույցում ասում է. եկեղեցին հսկայական կառույց է, որը չի կարող խնդիրներից զերծ մնալ, սակայն շեշտում է, սա իրավունք չի վերապահում իշխանությանը մտնել եկեղեցի ու ինչ-որ գործընթացներ իրականացնել։ Դետալները ցույց են տալիս, որ ինչ-որ խոճապի պահել կարելի իշխանության մեջ, որովհետև դա կարելի է շատ ավելի կոռեկտ արտահայտությունների շրջանակում ավելի համեմատաբար պարզ չի, որ այդպիսի հայհոյախառ արտահայտությունների դեպքում հասարակական կարծիքը որևէ կերպ չի սատարելու այսօրվա իշխանություններին։ Հայաստանի Սահմանադրության 17-րդ հոդվածի համաձայն կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից։ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը։ 18-րդ հոդվածով էլ շեշտվում է հայ առաքելական եկեղեցու բացառիկությունը։ Եթե Սահմանադրությունը հստակ տարանջատում է պետության եւ եկեղեցու լիազորությունների շրջանակը, Նիկոլ Փաշինյանն օրենսդրական ինչ կարգավորումների շրջանակում է միջամտում Մայր Աթոռի գործունեությանը։ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ ՔՊԱ-կան падգամավոր Վլադիմիր Վարդանյանը խուսափողական պատասխան է տալիս։ Պետություն գործում է իր պետական մարմինների միջոցով, սահմանված են սահմանադրությամբ եւ օրենքներով։ Օրենքների շրջանակներում ինչ հնարավոր է, կարող է իրականացվել։ Եթե օրենսդրեն հնարավոր չի, դա չի կարող իրականացվել եւ Հիմա Նիկոլ Փաշինյանը միջամտում է եկեղեցու գործերին, թե ոչ, ըստ ձեր։ Դուք հնարավորություն կունենաք, ինձ թվում է, հենց այդ հարցը ուղղեք այդ մարդուն, Հայաստանյան վարչապետին եւ ստանաք պատասխան։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջափայանը Factor TV հետ զրույցում անդրադառնալով Փաշինյանի ձևակերպմամբ սրբապիղծ սրբազանների հարցերը լուծելու գրառմանը վարչապետին առաջարկում է նախ հայտնաբերել նրանց։ Ող գտնի սրբապիղծ սրբազան թող լուծի, եթե ուժը դպատի, նախ գտնի թող սրբապիղծ, երկրորդ թող փոստի հարցը լուծել։ Հիշեցնենք Շիրակի թեմի առաջնորդը արձագանքելով Փաշինյանի մեղադրանքներին օրերս հայտարարել էր. Այդ պորոտախոսներից մեկը թող փորձի մի ամիս առանց կնոջ ապրել։ Ինչից հետո Փաշինյանն ավելի մեծ ջանասիրությամբ սկսեց թեման առաջ տանել։ Փաշինյանի դիրքորոշումը նաև թիմակիցներն են կիսում, չհստակեցնելով, թե օրինական ինչ գործիքակազմով են տեսնում միջամտությունը եկեղեցու գործերին։ Այն, որ բարեփոխման կարիք կա, այդ թվում եկեղեցում ավելության ակնհայտ է, եթե դուք այդ խնդիրները չեք տեսնում, ցավում եմ, որովհետև խնդիրները ակնհայտ են։ Հարց եմ ձեզ տալիս, տիկին նախարարի որևէ հարցի որ պետք է մասնակցություն իրոք շտապում եմ, ներողություն եմ խնդրում։ Աստվածաբան Վարդան Խաչատրյանը պետության ու եկեղեցու կոնֆլիկտն անթույլատրելի է համարում, նշելով, որ այն կարող է ծանրագույն հետևանքներ ունենալ իշխանության եւ հայ ժողովրդի համար։ Հայոց առաքելական եկեղեցին զգալիորեն ավելի մեծ է, քան Հայաստանը որպես այդպեսին։ Եվ դա լոկալ խնդիր չի, որ երկրի ներսում իշխանությունը լուծի, հասկանում եք։ Ինչից ելնելով, ասենք, իշխանության հնարավորությունները այստեղ բավականին սուղ են, առավել եւս իշխանության, որի այսպես կոչված հասարակական համարման կորը իշխում է ներքև եւ որևէ կերպ չի բարձրանում, էլի։ Երևանի Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն անթույլատրելի է համարում որևէ մեկի անձնական կյանքին միջամտությունը։ Բաբայանի խոսքով, եթե կա օրենքի խախտում, ապա դրանով պետք է միայն իրավապահ համակարգը զբաղվի, ոչ թե քաղաքական մարմինները, այդ թվում վարչապետը։ Իսկ արդյոք հավատացյալն իրավունք չունի իմանալ, թե իր հոգևոր առաջնորդը որքանով է պահպանում կուսակրոնության կարգը։ Դա հավատացյալների խնդիրն է։ Հավատացյալները պետք է որոշեն, թե արդյոք իրենց առաջնորդ արժանի է այդ կոչումը կրելու, թե ոչ։ Բաբայանը միաժամանակ այս իրավիճակում տեսնում է թե պետության, թե եկեղեցու մեղավորությունը։ Ըստ Սահմանադրության եկեղեցին եւ պետությունը առանձնացված են իրար։ Ոչ մեկ իրավունք ունի խառնել մյուսի գործերի մեջ ոչ էլ մյուսը։
Մեր մոտ լրիվ հակառակ պատկերն է, հա տեղումն են։ Եկեղեցին է խառնվում պետական քաղաքական գործերի մեջ, քաղաքական գործիչներն են խառնվում եկեղեցականների, այսպես ասած, բարոյական կերպար եւ այլն։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապայանն իր մեկնաբանությունն ունի, թե ինչու է Մայրաթոռը միջամտում քաղաքական հարցերի։ Որովհետև եկեղեցին է այս ազգի տերն ու տիրակալը։ Փաշինյանն է պահել այս ազգին, թե եկեղեցին։ ՀՊ-ն է պահել այս ազգին, թե եկեղեցին։ Հիշեցնենք Նիկոլ Փաշինյանի վիրավորական բառերով եւ մեղադրանքներով գրառումները զուգադիպեցին Կովկասյան բարոմետրի սոցհարցման տվյալների հրապարակման հետ։ Ըստ այդմ հայ առաքելական եկեղեցուն վստահում է Հայաստանի բնակչության 71%-ը, մինչդեռ իշխող կուսակցության եւ Նիկոլ Փաշինյանին ընդամենը 17%-ը։